Հայ-հունական հարաբերություններն ու Հայաստանի հունական համայնքը դարերի պատմություն ունեն։ Առաջին հույները Հայաստանում հաստատվել են Ալավերդի քաղաքից 5 կիլոմետր հեռու գտնվող Մադան համայնքում, ինչպես օրինակ Պանայոտի Ռաֆայելովը, որի ժառանգներն այսօր էլ պատվով կրում են մեծ պապի ազգանունն ու նշանակալի գործունեություն ծավալում Հայաստանի հունական համայնքում։ Հայաստանի հունական պատմությունների հետքերով Քրիստինե Ռաֆայելովայի հետ հանդիպմանն եմ շտապում։ Քրիստինա, 2012 թվականից դուք Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եք դասավանդում, եւ ես վստահ եի, որ հունարեն եք դասավանդում, բայց պարզվում է արաբերեն եք դասավանդում։ Ենթադրում եմ հետաքրքիր պատմություն կա։ Բոլորն այդպես են կարծում, երբ որ իմանում են ես եմ, հույնն եմ ծագումով, հունական համայնքի հետ կապ ունեմ, ուրեմն պետք է անպայման հունարեն դասավանդեմ։ Ցավոք սրտի այդպես չի, չնայած ես շատ ուրախ եմ իմ ընտրած մասնագիտության համար։ Պատմությունը սկսվել է երևի թե անկախության հետ միասին, էլ չասենք որ թիմ եմ, որպեսզի այդպես շատ հստակ չլինի, բայց երբ որ Հայաստանի Հանրապետությունը անկախացավ, մեր այդ ժամանակվա պրեզիդենտը արաբագետ էր, հետո դե Հայաստանի համար շատ մեծ հնարավորություններ ստեղծվեցին, արաբական երկրները շատ էին, եւ մենք մեծ համայնքներ ունեինք, եւ կարծեցինք, որ արաբերեն ամեն դեպքում ավելի մեծ հնարավորություններ կընձեռի հետագա աշխատանք, հետագայում աշխատանք գտնելու համար, այդ իսկ պատճառով ընդունվեցի արևելագիտականի արաբագիտություն բաժինը եւ ամբողջ կյանքս անց եմ կացրել այսպես ասած արաբական մշակույթ ուսումնասիրելու մեջ, չնայած հունարեն եմ սովորել, 98 թվականին եղել եմ Հունաստանում, ուսանողական այդպես ճամբար էր, հետո երբ որ վերադարձանք արդեն Հայաստան, բազմիցս սկսել եմ հունարեն պարապել, բայց աշխատանքի բերումով չէի հասցնում, չնայած հասցրեցինք ամեկ երկուսը մի քիչ այդ մակարդակի հասցրել ենք, որը աչափով հասկանում եմ հունարեն, բայց դե հաղորդակցվելու համար պետք է ավելի երկար ժամանակ տրամադրել դրան։ Հնարավոր է այնքան խորը ուսումնասիրեք, որ մոտ ապագայում հունարեն էլ դասավանդեք։ Չէ, ոչ, չեմ կարծում, որովհետև իրոք որպեսզի իդեալական, որպեսզի թույլ տաս քեզ դասավանդել, պետք է շատ խորքային ուսումնասիրություն կատարել։ Իսկ այդ միջինը ես չեմ սիրում։ Քրիստինե Ռաֆայելովա 1999 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը սկսել է աշխատել որպես արաբերենի դասախոս, ինչպես Երևանի պետական համալսարանում, այնպես էլ Վալերի Բրյուսովի անվան համալսարանում։ 2019 թվականից արևելյան լեզուների ամբիոնի վարիչն է դարձել։ 2018-ից Երևանի Իլիոս հույների համայնք հասարակական կազմակերպության ղեկավարն է եւ Հայաստանի հունական համայնքների միության փոխնախագահը։ Հայաստանի ներկայիս տարածքում ապրող հույների առաջին խմբերը լեռնարդյունաբերությամբ էին զբաղվում։ Նրանք հաստատվել էին Լոռիում Ախթալայի տարածքում։ 1752 թվականին մոտ 800 հույն ընտանիք Թուրքիայից տեղափոխվեց Հայաստան, Ալավերդու պղնձաձուլական գործարանը կառուցելու համար։ Խորհրդային միության փլուզումից հետո գործարանները կանգ առան եւ առանց աշխատանքի մնացած հույների փրկությունը դարձան Հունաստանի կառավարության ստեղծած արտոնյալ պայմանները հայրենադարձների համար։ 1979 թվականի մարտահամարի տվյալներով Հայաստանում գրանցված հույների թիվը եղել է մոտ 5600, 2001 թվականին 1176։ Այսօր պաշտոնական տվյալները Հայաստանում մոտ 900 հույների մասին են վկայում։ Մեր երկրում հունական 4 սրբավայր կա, 2 եկեղեցի եւ 2 մատուռ։
Սակայն գործող հունական եկեղեցի այսօր չկա։ Հույները հույս ունեն, որ մոտ ապագայում կվերականգնվի Հանքավանի հունական ուղղափառ եկեղեցին, դեպի ուր ամեն տարի համայնքը ուխտագնացություն է կազմակերպում։ Այսօր հույները տոնում են Սուրբ Գրիգորիոսի հիշատակի օրը, այսինքն ապրիլի 23-ին, նրա հիշատակի օրն է, եւ համայնքը որոշեց ուխտագնացություն կազմակերպել։ Դեսպանատան աջակցությունը ստացանք։ Եկեղեցին վերանորոգվել է վերջերս։ Մենք իհարկե չէինք տեսել վերանորոգված վիճակում, վերանորոգումը եղել է ներսի կահավորանքն է եղել, եւ եկանք այս եկեղեցի միասին։ Այսօր նշվում է Սուրբ Գեորգիի տոնը։ Տոնը տեղի է ունեցել 3 օր առաջ, ինչը պատճառ է հանդիսացել այսօր այցելել այս եկեղեցին, տեսնել, որքան լավ վիճակում է գտնվում այն, սակայն չի գործում այժմ, որտեղ այսօր հավաքվեցին Հայաստանում բնակվող հունական համայնքների հույները։ Շատ լավ է, որ Հայաստանում հույները ճանաչվում են որպես ազգային փոքրամասնություն, ինչը հանդիսանում է իրենց ավանդույթները, հատկապես լեզուն պահպանելու միջոց։ Իհարկե առավել ցանկալի կլիներ, որ եկեղեցիներն էլ գործեին, սակայն ցավոք ներկայումս դա հնարավոր չէ։ Հայ-հունական կապերը գերազանց են, միշտ են գերազանց եղել թե ժողովուրդների միջև, թե երկու երկրների միջև, եւ դա նաեւ շատ կարեւոր է Հայաստանում գործող հունական համայնքների համար։ Հունական համայնքները, ինչպես նաեւ հայկական համայնքը Հունաստանում, երկու կամուրջ են, որոնք մեզ ավելի են մոտեցնում։ Երկու պետությունների միջև հարաբերությունները խորանում եւ ընդլայնվում են։ Հեռանկարները շատ մեծ են, քանի որ թե տնտեսական ոլորտում, թե զբոսաշրջության ոլորտում եւ թե քաղաքական երկխոսության հարաբերությունները միշտ եղել են եւ շարունակում են մնալ շատ բարձր մակարդակի վրա։ Նաեւ մշակութային հարաբերությունները միշտ կարեւոր են եղել։ Երկու հին քաղաքակրթություններ, երկու ժողովուրդներ, որոնք ապրել են կողք կողքի եւ ճանաչել են միմյանց, երկու ժողովուրդները շատ նմանություններ ունեն, ինչպես բնավորության, այնպես էլ մտածելակերպի մեջ։ Հայաստանում մի քանի հունական եկեղեցիներ են եղել, մեկը եղել է Մադանում, կանգուն է մինչև հիմա, մեկ Կապան քաղաքի մոտ է գտնվում, որը վթարային վիճակում է, վերականգնման հնարավորություն չկա, սողանքի վրա է, եւ մեկն էլ եղել է Գյումրի քաղաքում, որտեղ հիմա միայն մնացել են ուղղակի հիմքերը։ Այս եկեղեցին միակ եկեղեցին է կանգուն, բաց է եկեղեցին հավատացյալների համար, սակայն ժամերգություն, պատարագ, նման բաներ այստեղ տեղի չեն ունենում, որովհետև հոգևոր առաջնորդ ցավոք սրտի չկա, բայց դե չկա նաև, որովհետև Հանքավան գյուղը բնակեցված չի, ցավոք սրտի երևի թե 90%-ը մեկնել է Հունաստան, վերադառնում են ամռանը, երբ որ ծառերը ծաղկած են եւ ամառային արձակուրդներն են անցկացնում այստեղ։ Ամբողջ համայնքը միշտ հավաքել հնարավոր չի, համայնքը հավաքվում է հիմնականում այսպիսի առիթներին, բայց կա որոշակի խումբ, որոնց առիթ պետք չի եւ մենք շատ ենք հավաքվում, մենք ունենք համայնք Երևանում, Տիգրան Մեծ փողոցի վրա եւ այնտեղ հաճախակի հանդիպում ենք, սուրճ ենք խմում, թեյ ենք խմում, քննարկում ենք մեր առօրյան, քանի որ մենք անընդհատ պլաններ ունենք կազմակերպելու, հա, ինչ որ միջոցառումներ նկարելու, դրա համար հավաքը շատ է լինում։ Այսօր հունական համայնքային կազմակերպությունները հունարենի դասընթացներ են կազմակերպում ինչպես դպրոցականների, այնպես էլ մեծահասակների համար։ Հույներով բնակեցված վայրերում շատ հայեր նույնպես հունարեն են սովորում։
Քրիստինե, ինչ գործունեություն է ծավալում հունական համայնքը Հայաստանում։ Հունական համայնքը Հայաստանում շատ տարբեր բազմազան գործեր է անում, իրականում հիմնականում իհարկե մշակութակենտրոն, մեծ դեր է խաղում ազգապահպանման գործում, փորձում ենք խաղալ իհարկե, ակտիվ կապ է պահում դեսպանատան հետ, ակտիվ կապ է պահում մշակութային առումով իհարկե պետական կառույցների հետ, բայց դե անկեղծ ասեմ, հիմնական թիրախայինը մշակութային միջոցառումներն են, որոնք անտեսանելի թելերով կապված են այն մյուս մնացած այդ կառույցների հետ, որ ես թվարկեցի։ Ինչպես հասկացա, այստեղ հունական համայնքի ամենաակտիվ մասնակիցներն են հավաքված։ Հունական համայնքը շատ ակտիվ մասնակիցներ ունի, ամենաակտիվ մասը իհարկե երիտասարդներն են, դա ինչ չի վերաբերվում, երիտասարդները ավելի երիտասարդներ այսպես ասած փոխանցում եղավ ժառանգության, հա, մեծերը փոխանցեցին երիտասարդներին եւ այս վերջին 6 տարիների ընթացքում համայնքային կյանքը շատ անհամեմատելի, ավելի ակտիվ է։ Կենտրոնում հունարեն սովորում են։ Կենտրոնում հունարեն սովորում են իհարկե, մենք ունենք լեզվակիր դասախոսներ, ունենք տեղի ուսուցիչներ, լեզվակիր դասախոսները Հունաստանի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից են ուղարկված կամ նախարարության կողմից, իսկ տեղի դասախոսները վերապատրաստումներ են անցել այնտեղ 8-ամյա եւ նույնիսկ մագիստրատուրա են ավարտել, որոնցից մեկը Քրիստինան է։ Մի փոքր ինֆորմացիա տամ լեզվի դասերի հետ կապված։ Լեզվի դասերը անցկացվում են համայնքում, ավելի շուտ բոլոր համայնքներում, կարելի է այդպես ասել, իսկ միությունը իր մեջ ներառում է 9-ից ավել կազմակերպություններ, այդ թվում նաեւ համայնքներ, որ ունենք Ալավերդիում, Հրազդանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Երևանում։ Բոլոր դասերը գրեթե անցկացվում են լեզուն կրող մասնագետների կողմից։ Իդեպ լեզվի մեր դասերին կարող են մասնակցել ոչ միայն հունական համայնքի անդամները, այլ նաև ֆիլելինները կամ ինչպես թարգմանվում է հունասերները եւ բոլոր ցանկացողները, քանի որ մեր մոտ անվճար են դասերը։ Դասերը տեղի են ունենում սեպտեմբերից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, ուսումնական տարվան զուգահեռ, շաբաթական 2 անգամ եւ հարմար են բոլորի համար, այսինքն կա եւ on-line տարբերակով եւ off-line տարբերակով համեցեք։ Եվ շատ սերտ համագործակցության մեջ ենք եւ բոլոր հունական համայնքների հետ եւ դեսպանության հետ եւ շատ գեղեցիկ ծրագրեր ենք իրականացնում։ 2 օր առաջ մենք մեծ ուխտագնացություն ունեցանք դեպի Հանքավան Սուրբ Գրիգորի Այոս Գեորգիոս եկեղեցի, որին հաջորդեց մեր հայկական եւ հունական պարերը, այսպես ասած միշտ այսպես միջոցառումներ ենք ստեղծում, որոնք որ հիմքն են հայ-հունական բարեկամության կամուրջ ստեղծելու համար։ Լեզվի դասերից բացի համայնքում ունենք նաև պարի դասեր, միությունում հենց ես եմ դասավանդում պարի դասերը, քանի որ ինքս պարել եմ երկար տարիներ պոնտական եւ հունական պարեր, եւ մեր պարի դասերին նույնպես հրավիրում են բոլորին եւ հունական ծագում ունեցող անձանց եւ պարզապես հունասերներին, նորից անվճար են պարի դասերը, մեր մյուս համայնքներում նույնպես գործում են պարային անսամբլներ, մեկը մեր Շիրակի համայնքում մենք ունենք մանկական պարային անսամբլ, Շիրակի մարզի երեխաներն էլ կարող են այնտեղ գնան եւ սովորեն պարել, ունենք նաեւ եկչախումբ մանկական Ալավերդիում, մասնակցում են բազմաթիվ փառատոնների, շատ լավ արդյունքներով ետ են վերադառնում եւ առհասարակ մեր երեխաներին փորձում ենք շատ ներգրավել համայնքային կյանքում, քանի որ մեր ապագան, այդպես ասած, երեխաներինն է։ Ուզում եմ ասել, որ ավելացնել, որ ինչպես արդեն նշեցինք, համայնքը բազմաճյուղ է, բազմաժանր է, մենք տպագրում ենք նաև թերթ, այն ամսաթերթ է, կոչվում է Իլիոս, տպագրվում է Երևանում եւ եռալեզու է։ Հիմնականում համայնքային կյանքն է լուսաբանում։
Քրիստինե, դե պատմեք, ինչպես են ձեր նախնիները, ձեր նախապապը հայտնվել Հայաստանում։ Իրականում իմ նախնիները մադան տեղափոխված հույների հետ, երևի բոլորին է հայտնի, որ հույները Հայաստանում հիմնվել են այդ մեծ մասշտաբներով, Հերակլ Վրաստանի թագավորի օրոք, երբ որ այստեղ բացվել են հանքերը Վրաստանի Ալավերդու տարածքում։ Հրավիրում են այդ տարածաշրջանի Տրապիզոն, Արգիոպոլոս բնակվող հույներին, հանքափորներին, որպեսզի շահագործեն արդեն այս տարածքներում գտնված հանքերը, բայց մերոնք դրանց մեջ չեն, այդ բնակիչների մեջ չեն եղել, իմ նախապապը Պանայոտիս Ռաֆայելիդիսը Հայաստանում հայտնվել է, այս տարածքում հայտնվել է 1860-ական թվականներին, կոնֆլիկտ է ունեցել Տրաբզոնում թուրք բնակչության հետ, ասում են, որ 5 եղբայր են եղել, իրականում մենք չենք կարող ասել, որովհետև որևիցե ապացույցներ դրա համար չունեն, նա թուրքերի հետ կոնֆլիկտի արդյունքում սպանել է թուրքերին եւ փախել է Կարս։ Այնտեղ է հիմնավորվում, այնուհետև ամուսնանում է, գտնում է մի հույն աղջիկ, Էլպիդա անունով, ցավոք սրտի նրա ծագումնաբանության մասին մենք ոչինչ չունենք, տեղեկություններ չկան, ամուսնանալով այդ կնոջ հետ տեղափոխվում են արդեն Մադան։ Մադանում արդեն ծնվում է իմ հայրիկի պապիկը, Գեորգի Ռաֆայելիդիսը եւ եղբայրը եւ քույրը։ Ցավոք սրտի այսօր Մադանում այդ ամեն ինչի հետքերը անգամ չեն մնացել, բայց հետաքրքիրն այն է, որ ուզում ենք ամեն տարի գնալ, որովհետեւ ինչ որ ուժ կա, որը մերն է։ Ուզում ենք այդ մեր պապական տան կողքով, որը քանդվել է, անպայման անցնենք, գնանք, չգիտեմ, հիշողություն է, ուժ է տալիս շատ այդ հունը։ Իսկ դուք ինչ հիշողություն ունեք մանկությունից։ Հիշողություններ շատ չունեմ Հայաստանում պապիկների, տատիկի հետ կապված, որովհետեւ շատ փոքր եմ եղել, որ պապիկս մահացել է, դրա համար այդ հունական էստեղի ընտանեկան բաները իրենց հետ կապված շատ չեմ հիշում, բայց արդեն շատ հիշում եմ հենց Հունաստանը, որովհետև շատ եմ գնացել 7 տարեկանից սկսած ճամբարներ եմ այնտեղ հաճախել ու դրա շնորհիվ հիմա ավելի ինչ շատ հույն եմ զգում ու փորձում եմ երեխաներից մեջ էլ դաստիարակել այդ ամեն ինչը որպես իրենց ավելի շատ զգան հույն ու ես այդքան լավ չիմանալով հունարեն, որը սովորում եմ, փորձում եմ, որ իմ երեխաները սովորեն ու թող իրենց ելեզուն բավականին լավ գիտի տղան եւ մեր ընտանիքից միակ մաքուր հույնն է ազգանուն անունը մաքուր հունական է Ռաֆայելիդու Էլադա իսկ ես մնացել եմ Օվայով Ինչպես է ստացվել փոխել է հասկաց իսկ դուք ձեզ ավելի շատ հույն եք համարում թե հայ այսպես թե այնպես ազգանունդ ինչ որ անընդհատ հարցեր է առաջ բերում իսկ ինչու է Օվա միշտ ասում են Օվնա Ռաֆայելովնա բայց դե սովորում ես դրա հետ էլ ես սովորում ես չուզեցի փոխել ազգանունս ճիշտն ասած ինձ թվաց ես ինչ որ մի մաս իմ ինքնությունից կկորցնեմ բայց պապիկը Պանայոտիսը իրենք եղել է Ռաֆայելիդիս իսկ Օվա դարձել են սովետական կարգերի հաստատման բոլոր այլազգեր այն ժամանակ ռուս էին դառնում Ես ուզում էի պապիկի ազգանունը անպայման կրեմ ու հիմա ինձ հպարտությամբ կրում եմ ազգանունը թող լինի անպայման Իսկ դուք ավելի շատ ձեզ հայ եք զգում թե Համ հայ, համ հույն, երբ որ Հունաստանում եմ ավելի շատ հայ եմ զգում, բայց այստեղ փորձում եմ շատ, որ անպայման ես այդ հունականությունը պահեմ ու պահպանեմ։ Հույների մոտ որոշ մի քանի իրեր կան, որոնք հաջողություն են բերում, դա նավակն է, առաջինը եւ խարիսխը, դուք կարող եք մեր պատի վրա այդ խարիսխը տեսնել, միշտ կախված է Այս էլ հետաքրքիր մի երաժշտական գործիք է, լիրա է կոչվում, հայրիկս այն գտել է Մադանում պապական տան բակից, ըստ երևույթին, երբ որ արդեն բոլորը մեկնել են այնտեղից, սա տենց մնացել է բարձիթողի վիճակում, դժբախտ վիճակում, հետո վերցել է վերանորոգել է Վերանորոգման է տվել, բայց իհարկե ես կարծում եմ, որ գործածելը չգիտեմ, չեմ կարող ասել, պետք է մասնագետը նայի, բայց հետաքրքիր է այսպես ասած ընտանեկան ինչ-որ մի
հիշողություն է, որ պահում ենք եւ պապիկի տան մեր Պանայոտիս տատիկի պապիկի տան քանդված ժամանակ արդեն իր այդ դռնակներից մեկը այտենց հետաքրքիր քանդակներով մենք տեղափոխել ենք արդեն այլտեղ, որովհետև այնտեղ էլ հնարավոր չէր պահել, հա, մեր ամառանոցում է դսեղի եւ դրան կողպեքն է մնացել, որ բերել ենք։ Ու տենց մենք կախել ենք ու շատ պին-պին պահում ենք։ Հա, մեզ շատ նման ենք նաեւ մեր աղմկոտ հավաքույթներով, բնույթով, եթե միտեղ հավաքվում ենք, մենք բոլորը շատ ուրախ ենք, շատ երջանիկ ենք, պարում ենք, երգում ենք, ու եթե միտեղ կան հույներ եւ հայեր, չես կարող գտնել ով է հայը, ով է հույնը, որովհետեւ այդ առումով էլ ենք մենք իրար շատ նման։ Իսկ միջոցառումներին հունական երաժշտության տակ պարում եք։ Անպայման պարտադիր ու սիրտակին վարդի թերթիկներով եւ սպիտակ անձեռոցիկներով, մեխակներով, ափսեներ ջարդում եք։ Պարտադիր ափսեներ։ Քանի որ մենք խոսեցինք ավանդույթներից, իսկ ամենաավանդականը երևի թե խոհանոցն է, որը պահպանվում է բոլոր ազգերի մոտ, իսկ հունական խոհանոցը դուք գիտեք, որ շատ համեղ է։ Հույները ունեն մի հետաքրքիր թխվածք, որը կոչվում է պորտոկալոպիտա, հիմքում ընկած է նարինջը, գիտեք, այնտեղ շատ է նարինջը, շատ համեղ է իմիջիայլոց, նարինջը ունենում է էգ եւ ворց։ Ես էլ չգիտեի, այո, ես երբ որ գնացի Հունաստան, ինձ սովորեցրին, որն է էգը եւ որն է համեղ ավելի։ Էգը։ Ինչ հարց։ Այո։ Եվ երևի թե ժամանակն է համտեսել։ Սիրով։ Հայաստանի հունական համայնքը փոքրաթիվ է, բայց նախանձախնդիր կերպով պահպանում է ազգային մշակույթը։ Ազգային արժեքների պահպանության գործում մեծ է նվիրյալների դերը։